Տիկին Արզումանյան, որտեղ եք տեսնում հայի ինքնության հիմնական առանցքները՝ լեզու, պատմություն, մշակույթ, հավատք, թե այլ մի ոլորտում։ Նախ եւ առաջ լեզուն, նախ եւ առաջ մեր գրերը, մեր լեզուն, որովհետեւ այո, լեզուն հիմնակարն է, հիմնակարը, լեզուն, հետո մշակույթը, ոնց ուզում ենք մտածենք, ինչ ուզում ենք ասենք, ինչպիսի շրջադարձային իրադարձություններ լինի աշխարհում, միևնույնն է, ցանկացած ազգ մնում է իր մշակույթով, դա է, իր բնականաբար ազգային մշակույթով, որովհետև դարերից եկող եւ դեպի ապագա գնացող այդ մշակույթը հիմնակարն է եւ պահպանության միակ երաշխիքը, երևի միակ։ Իհարկե նաեւ մեր հավատքը, որովհետեւ դարձյալ ուզենք, չուզենք, ընդունենք, չընդունենք, միևնույն է, հավատքը պահել է, դարերով պահել է։ Մենք գիտեք շատ բարդ ճակատագիր ենք ունեցել մեր ազգը եւ եթե չլինեին այդ իմ նշած մի քանի հատկանիշները մեր լեզուն, մեր գրերը, մեր մշակույթը, մեր հավատքը, մեր վաղուց ոտատակի ենք գնացել, շատ վաղուց։ Դա մեր պահապան հրեշտակներն են։ Գուցե այդքան։ Ձեր խոսքում հնչեց, բայց այնուամենայնիվ ես հարց վերաձևակերպեմ, հայի ինքնության կառուցման մեջ ինչ դերակատարություն ունի հայ առաքելական եկեղեցին։ Առանցքային, իհարկե առանցքային, որովհետև դա մեր թշնամիներից, մեր շրջապատից պահապան է եղել։ Երկրորդը, գիտեք ինչ, մենք դարձյալ, մենք կարող ենք շատ բան ասել, խոսել, իբր ուսումնասիրել, իբր փորձել անտեսել, բայց մեր պատմությունը, հայոց պատմությունը հենց գալիս է այնտեղից։ Պատմություն ստեղծողները, գրողները, ովքեր են եղել հոգևորականները։ Բացի դրանից, մեր կրթությունը, ինչ դեր է խաղացել հոգևորականը մեր կրթության, էլի առանցքային։ Մենակ թե մենք վերցնենք, ասենք մեր Գևորգյան ճեմարանը, չէ, արդեն նշանակալի դեր է խաղացել։ Այն հին ժամանակներում անգամ եկեղեցականներն են, եկեղեցիներում են փորձել են կրթել, փորձել են դաս տալ, փորձել են եւ վերջապես այնուհանդերձ այդ հավատքը մեզ պահել է հայ եւ բնականաբար եւ փառքաստու որ ժողովուրդը դա անցալում է, ժողովուրդը դա հասկանում է։ Դա մեծ բարեբախտություն է, ոնց որ որովհետև մենք եթե տվյալ դեպքում այսօր մենք միասին խոսում ենք, այսօրվա արժեհամակարգն ենք նայում ավերված ու քանդուքարապեղած, բայց գոնե դա պահպանված է։ Դա եւս ապացուցում է այն հին արմատները ու խորությունը այդ հավատքի եւ իր դերակատարություն մնացել է փաստորեն ու կմնա։ Արդյոք համաշխարհայնացումը սպառնալիք է մեր ինքնության համար եւ գրագետ կառավարելու դեպքում կարելի է արդյունքներ քաղել, գուցե նոր հնարավորություն է։ Դուք նկատի ունեք, այսպես ասած, գլոբալիզացիան։ Այո, գլոբալիզացիա։ Գիտեք, եթե մենք հենց դրա մեջ չապրեինք այս վերջի տարիները, կարող է ինչ-որ դրական բաներ գտնեինք կամ դրական բաներ ասեինք։ Բայց եթե մենք նայում ենք ընդհանրապես այսօր թե ինչ է կատարվում աշխարհում, ինձ մոտ մեկ նստապահորություն է, որ մենք ինչ-որ աբսուրդի թատրոնի մեջ ենք առհասարակ։ Ու մենք տեսնում ենք, թե այդ գլոբալիզացիա ասվածը ուր գնաց։ Ես անձամբ չգիտեմ ինչ ձևով ընկալեմ դա։ Գլոբալիզացիան ուր գնաց, դեպի ուր գնաց, բոլորս գիտենք։ Հիմա դրա ջատագովները, այսպես ասած, ինչ արժեքներ են։ Ես ասում եմ, եթե ցանկացած ազգ
եթե պետք է պահպանի իր ինքնությունը առանց ազգային գաղափարախոսության, հենքի, ողնաշարի, դա պետք է լինի ողնաշարը, ազգային գաղափարախոսությունը, ազգայինը հնարավոր չի։ Ցանկացած վերցրենք մշակութային երևույթ, վերցնենք գրականություն, ճիշտ է։ Եթե հիմքը արմատը ազգային չի լինում, չի էլ ընկալվելու, չի ընկալվելու։ Ցանկացած համաշխարհային երևույթ եւ գրականություն եւ իր մեջ ունի այդ ազգային թելը։ Հիմա դուք ասում եք ճիշտ կառավարելու դեպքում։ Այսինքն ինչ է դուրս գալիս։ Եթե մենք մեր ազգայինը հիմք ընդունելով, ճիշտ է, կարողանում ենք դա ներկայացնել աշխարհին, այդ ճիշտ կառավարումը դա է։ Ոչ թե աշխարհի անհասկանալի երևույթները վերցնում ենք ու ինչ ենք անում։ Մերը մոռանալու, մերը անտեսելու, մերը ջնջելու, մերը թերագնահատելու դրա հաշվին, այդ ինչ ստացվեց։ Այդ ինձ համար ոչ մի բան չեղավ։ Ինձ եղավ մենակ քայքայիչ գործունեություն այդ գաղափարի։ Այ դուք ազգային գաղափարախոսությունից խոսեցիք, ուզում եմ հետևյալ հարցը ձևակերպել։ Ձեր կարծիքով կրթությունը պետք է լինի ազգային, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու։ Այո, ես ամեն դեպքում դրա կողմնակիցն եմ։ Ամեն դեպքում դրա կողմնակիցն ես։ Դու վերցնում ես քո ազգային պատմությունը, այսինքն դա ինչ է, դա քո հիշողությունն է։ Առանց հիշողության ինչ մարդ։ Ինչ մարդ։ Եկեք մի անգամ ասել եմ, հիմա էլ ասեմ, Հրանտ Մաթևոսյանին հիշենք, որ ասում է այնա դաշտում արածումա ձագիներեք են մորթել։ Այսինքն դա տարական հիշողությունն է, քո պատմությունը, ինչպիսին էլ նա լինի, քո պատմությունն է, այսինքն քո հիշողությունը։ Հիմա եկեք ասենք առանց հիշողության մարդը ինչի է նման։ Մենք գիտենք ինչի է նման։ Հիմա վերցնենք մշակույթը, ազգային մշակույթը, ճիշտ է։ Չկա առանց ազգային մշակույթի համաշխարհային, այսպես ասած, աննյութեղեն կամ անգաղափար ինչ որ մշակույթ, որը չի տեղավորվում որևէ ազգի սահմաններում։ Կա ստեղծագործություն, կա մշակութային երևույթ, կա արժեք, որը համաշխարհային նշանակություն ունի, բայց արմատը պետք է ազգային լինի։ Ես միայն ու միայն դրա ջատագովն եմ։ Որպես պատմական ինստիտուտ եկեղեցին ձեր կարծիքով ինչ դերակատարություն է ունեցել կրթության գործում անցյալում եւ այսօր ունի անելիք կրթության համակարգում։ Գիտեք, եկեղեցին նախ եւ առաջ բարոյական արժեքների կրողն է։ Եկեք այդպես տեսնենք, բարոյական արժեքների կրողն է։ Եկեղեցին այն հավատքն է, որը մարդուն սարքում է ինչ որտեղ բարի։ Առավել ևս մեր եկեղեցին, չէ՞։ Ինչ այսօր մենք մեր իրականության մեջ ամենաշատ բարության կարիք ունենք, չարացած ենք անհասկանալի պայմաններում, ու նաև հասկանալի, որին պետք է չգնար ժողովուրդը, չարացած ենք, եկեղեցին հանգստացնելու, հավատներ շնչելու, հույսներ շնչելու, հավատքի բերելու, բարիության, ես այդպես եմ ընկալում, այսինքն եկեղեցու դերը, ազգապահպանության, եկեղեցին ունակ է խթանել հանրային երկխոսություն եւ համերաշխություն, տխեցնեմ ձեր ասելիքի հարցը։ Այո։ Այսպիսի մի հարց, ձեր գնահատմամբ ինչ դերակատարություն ունի ամենայն հայոց կաթողիկոսը համահայկական խնդիրների լուծման համատեքստում։ Բարդ է իհարկե, այսօր չգիտեմ ինչքան մտածում ես, որ չմտնես քաղաքականության մեջ, կաթողիկոսը շատ լուրջ դերակատարում, որովհետև ընտրված ամենայն հայոց կաթողիկոսն է։ Եվ ես անձամբ խոնարհվում եմ գաղափարի առաջ։ Հասկանում եք։ Դերակատարում իհարկե ունի։ Եթե մենք վերցնենք միայն այս վերջերս իր այցը,
որ բարձրացրեց Արցախի հարցը։ Շվեյցարիայում Այո, ունեք։ որ բարձրացեց Արցախի հարցը, մեր պատմական հուշարձանների հարցը։ Այսօր աննկարագրելի ցավ է, օրինակ ես այն գաղափարից անգամ, որ մեր դադիվանքը, Գանձասարը, Ամարասը մնաց չեք պատկերացնում ինչ ողբերգություն է ինձ համար։ Եվ եթե այսօր մեր Գեղիկոսը այդ հարցը բարձրացնում է, հասկանում եք, ես ասում եմ, ես կրկնում եմ, ես միայն կարող եմ հրճվել, հպարտանալ, խնդրել, Եվ Արցախի թեմն է պահպանվել։ այո, որ դա անի։ Այսինքն դա մեր հոգևոր այսօր, մեր կաթողիկոսը, մեր հոգևոր առաջնորդն է։ Իսկ առանց հոգևոր աշխարհի մարդ արարածը դադարում է նորմալ մարդ լինելուց։ Այդ իմ խորին համոզմունքն է։ Ես կիսում եմ ձեր կարծիքը։ Եվ ինչպես է գնահատում Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի կաթողիկոսության տարիներին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարված կրթական, մշակութային եւ շինարարական աշխատանքները։ Գիտեք, ես ձեզ ասեմ, շատ բարձր, նախ, շատ բարձր վերականգնվեց փաստորեն մեր Էջմիածինը, մանրակրկիտ աշխատանք, շատ որակով, նախանձախնդիր շատ։ Եվ հետո մի բան էլ ասեմ, ես մի քիչ անձամբ շփում ունեմ, որովհետև Գևորգյան ճեմարանի գիտական խորհրդի անդամ եմ, արդեն բավական երկար տարիներ, երևի մի 10 տարի։ Եվ քանի որ գիտական խորհրդի անդամ եմ, նաև տեղյակ եմ գործունեությանը ճեմարանի եւ նաեւ տեղյակ եմ մեր կաթողիկոսի վերաբերմունքին։ Ինչ նախանձախնդրությամբ, ինչ հետևողականությամբ կարող է հետևել ծրագրերին, գրքերի հրատարակությանը, բովանդակությանը, ճիշտն ու սխալը նշելով, ուշադիր շատ, օրենքներին տեղյակ, մտահոգ, հասկանում եք, ես այսօր շատ բարձր եմ գնահատում, ինձ համար ինչ որ սուրբ ինչ որ մի վայր, երևույթ, կառչելու տեղ այսօր նաև, եւ մի բան, որը անպայման մեզ հետ գալու է մինչև վերջ։